Ռոզա Դավթյանն ով վերջին զանգը սերիալում մարմնավորում է Անգելինայի կերպարն այսօր սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է տեսանյութ, որտեղ նա հարսանեկան զգեստով է այս կադրերն անմիջապես մեծ հուզմունք և հարցեր առաջացրին հեռուստադիտողների շրջանում։ Շատերը սկսեցին ենթադրել, որ այս տեսարանը կապված է հենց սերիալի զարգացումների հետ և որ Անգելինան վերջապես որոշել է կյանքը կապել Նոյի հետ։ Սերիալի վերջին սյուժետային զարգացումները հուշում են, որ այս վարկածը լիովին իրատեսական է, Անգելինան արդեն ծանր ճնշման տակ է, մի կողմից իր զգացմունքները Հենրիի հանդեպ, մյուս կողմից հասարակության, ընտանիքի և հատկապես Նոյի սպասումները։ Հենրին ամուսնացած է Բետիի հետ և չնայած այն հանգամանքին, որ նրա սիրտը դեռ պատկանում է Անգելինային, նա այլևս չի կարող բացահայտ քայլ անել։ Այս ամենն Անգելինային մղում է կայացնել ճակատագրական որոշում, որ իր կյանքը դասավորի մի մարդու հետ, ում չի սիրում նույն ուժով, բայց ով կարող է ապահովել նրան հանգիստ ապագա։ Նոյը նույնպես չի պատրաստվում զիջել, նա հասկանում է, որ Անգելինան սրտով իր կողքին չէ, բայց պատրաստ է ամեն քայլի գնալ նրան իր կողքին պահելու համար։ Նրա առաջարկը հարսանիքի մասին արագ ընդունվում է Անգելինայի կողմից, թեկուզ ներքին հակասություններով։ Հենց այդ պատճառով էլ Ռոզա Դավթյանի հրապարակած հարսանեկան զգեստով տեսարանը կարող է խորհրդանշել, որ հարսանեկան օրը մոտենում է։ Սակայն սերիալի երկրպագուները լավ գիտեն Դիանա Գրիգորյանի սցենարային ձեռագիրը։ Ամեն ինչ միշտ այն չէ, ինչ երևում է առաջին հայացքից։ Հարսանեկան զգեստը դեռ չի նշանակում, որ հարսանիքը տեղի է ունենալու։ Հնարավոր է այս տեսարանը կապված լինի երազի, պատկերացման կամ անգամ մի պահի, որն օգտագործվում է հերոսների ներքին պայքարը ցույց տալու համար, բայց եթե հարսանիքն իսկապես տեղի ունենա, ապա դա կլինի սերիալի ամենաուժեղ ու ինտրիգային դրվագներից մեկը։ Հեռուստադիտողները հիմնականում քննարկում են արդյոք Անգելինան իրոք պատրաստ է Նոյի կողքին դնել իր ճակատագիրը, եթե այո, ապա այս քայլը դառնալու է ոչ միայն նրա սեփական ողբերգությունը, այլև մեծ հարված Հենրիի համար։ Հենրին չի կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ սիրելի աղջիկը մեկ ուրիշի հետ է, և նրա հոգեվիճակն էլ ավելի է բարդանալու, իսկ Բետին, ով միշտ զգուշորեն հետևում է այս պատմությանը, հավանաբար շատ պատճառներ կունենա իր վրեժխնդրության ու չարության համար։ Այս տեսանյութը միաժամանակ կարող է դառնալ ինտրիգային խաղ հեռուստադիտողների հետ։ Գուցե Դավթյանի հրապարակումը հատուկ է, որպեսզի թեժացնի սպասումները։ Մի բան պարզ է, վերջին զանգը սերիալը շարունակում է անակնկալներով լի լինել, իսկ Անգելինայի հարսանեկան զգեստով տեսարանը միայն մեկ բան է ապացուցում՝ մոտենում է պատմության ամենաթեժ շրջանը, որտեղ յուրաքանչյուր հերոսի ճակատագիր կախված է լինելու մեկ սխալ քայլից։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր իրադարձություններ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե ինչ եք կարծում Անգելինան Նոյի, թե Հենրիի հետ է ամուսնանալու։ Հենրիի հետ բնականաբար առայժմ բացառված է, քանի որ Հենրին ամուսնական կապի մեջ է Բետիի հետ։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն մոտակա ժամանակներում Անգելինան ու Հենրին չեն կարող միասին լինել։ Հավանաբար Անգելինան մեղքի զգացում ունի և որոշում է Նոյի հետ կապել իր կյանքը։ Իհարկե դեռ հարց է այս հարսանեկան արարողությունը կավարտվի թե ոչ, բայց հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են այս կադրերին։ Նոյ, թե Հենրի։ Գրեք ձեր կարծիքները։ Չէ՞ որ Անգելինան արդեն նշանադրված է, իսկ Հենրին ամուսնացած։ Հեռուստադիտողները կարծում են, որ սա լավ նախադեպ չէ, որ Անգելինան լինելով նշանված, իսկ Հենրին ամուսնացած, որոշում են միասին փախչել։ Դա հայ հասարակությանը հարիր չէ։ Բայց չէ՞ որ նրանք պայքարում են իրենց երջանկության համար, նրանց կամքից անկախ նրանց բաժանեցին։ Իհարկե Հենրիի որոշումը հափշտապ էր, քանի որ նա պետք չէր շտապել ու իր կյանքը կապեր Բետիի հետ, և իհարկե Հենրիի քայլերի պատճառով Բետին զրկված է ամբողջ կյանքում երեխա ունենալու հնարավորությունից, և այդ մեղքը Հենրին կրելու է ամբողջ կյանքի ընթացքում իր ուսերին։ Բայց նա չի էլ խաբել Բետիին ու չի ասել, որ սիրում է նրան։ Աղջիկները պետք է մի փոքր հետ քաշվեն, հասկանալով, որ եթե տղան նրանց չի սիրում, ապա այդ ամուսնությունը իհարկե խաբեության ու կեղծիքի վրա է հիմնված։ Բետին պետք է ինքը չփորձեր
իր կյանքը կապեր Հենրիի հետ, բայց հիմա կա այն, ինչ կա։ Շախունցները դեռ պայքարում են իրենց ընտանիքը ամուր պահելու համար, բայց նրանց ընտանիքի տակ ռումբ է դրված Անգելինայի ճշմարտության հետ կապված։ Արդյոք հնարավոր է, որ Հենրին այլևս չի դիմանա ու Անգելինային մի օր բացի այդ ճշմարտությունը, իսկ եթե Անգելինան իմանա, բնականաբար այդ մասին կիմանա նաև Աննան։ Իսկ դա նշանակում է, որ շատ շուտով հետաքրքիր զարգացումներ են լինելու և հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են, թե երբ վերջապես կբացահայտվի այս գաղտնիքը ևս, երբ վերջապես մայր ու աղջիկ կգտնեն իրար ու երջանիկ կլինեն։ Իհարկե, երջանկությունը հարաբերական է, քանի որ Աննան հիմա սիրում է Միքայելին, և այդ ճշմարտության բացահայտումից հետո հեռուստադիտողները կարծում են, որ ոչինչ նրան չի պահի Միքայելի կողքին և շախունցների ընտանիքում, ինչպես պապն է նշում, քարը քարի վրա չի մնա։